Հիմա մենք իրան ամբողջովին անջատում ենք, կիստան և հեռացնում ենք։ Հեռացնելուց պահպանում ենք բոլոր օնկո կանոնները ուռուցքային ռիսկերից խուսափելու համար։ 35-ամյա կինը որովայնի ձախ զստափոսի շրջանի ցավերով դիմել է Կապանի բժշկական կենտրոն, ախտորոշվել է հարձվարանային կիստա և առաջացել վիրահատության անհրաժեշտություն։ 6 սանտիմետրանոց բուժտը տեղում հեռացվեց լապարասկոպիկ եղանակով։ Ինքը կարար վերածվել ուռուցքի, որովհետև մենք նախավիրահատական ունենք որոշակի ռիսկ։ Հնարավոր էր ամբողջական ոլորում, որը կբերեր սուր ցավերի, հետևանքները կարող են տարբեր լինել, ընթացքը ևս, հարկավոր է ճիշտ ժամանակին դիմել մասնագետի, նշում է մանկաբարձ գինեկոլոգը։ Ամեն ինչ անցավ հարթ, հաջող, վաղ առավոտյան ինքը տուն կգնա։ Բուժառուն Կապան է եկել մայրաքաղաքից, ասում է առաջին անգամ է այստեղ, և Կապանը կտեսնի և լիովին վերականգնված կվերադառնա Երևան։ Ուզում էի, որ անպայման բժիշկը ինձ վիրահատեր, այդպես որոշեցին գանք այստեղ համ քաղաքը կտեսնենք, համ կվիրահատվենք։ Շատ լավ ամեն ինչ անցավ, իրականում մի քանի ժամ է ընդամենը անցել վիրահատությունից, բայց ես բավականին լավ եմ ինձ զգում արդեն։ Ճիշտն ասած առանց վախերի եմ գնացել, որտեղ նախ ամեն ինչ բացատրել էին ինչպես է ընթանալու, այսինքն ամեն ինչից տեղյակ էի, դրա համար առանձնապես վախեր չկային, չէ։ Ուղղակի դե անհանգստություն մի փոքր, դա բնական է։ Մարզկենտրոնում տարիների վեր գինեկոլոգիական լապարասկոպիկ վիրահատություններ գրեթե չեն իրականացվել։ Մանկաբարձ գինեկոլոգ Արսեն Մանուկյանը նշում է, այդ ծառայություններն արդեն հասանելի են Կապանի բժշկական կենտրոնում։ Միայն օնկոգինեկոլոգիական խնդիրների դեպքում են ուղղորդում մայրաքաղաք։ Բոլոր վիրահատությունները կախված գինեկոլոգիայի, միոմաներ են, արգանդներ են, կիստաներ են, անպտղությունը, բոլորը արվում է լապարասկոպիկ եղանակով։ Նախկինում արգանդի, միոմաների, պաթոլոգիաների դեպքում այս վիրահատությունները արվել է բաց եղանակով, կտրվածքով։ Դե հիմա ասենք պացիենտներն էլ չեն ուզեցել, եկել են Երևան, որտեղ փոխվել է ժամանակաշրջանը, բոլորը լսել են լապարասկոպիկ վիրահատությունների մասին։ Միոմաներ, կիստաներ, արգանդի հեռացում լապարասկոպիկ եղանակով։ Ապաքինման տեսանկյունից այդ եղանակով վիրահատությունները բուժառուի համար ավելի հարմար են, սակայն կան դեպքեր, երբ ցավոք առանց բաց վիրահատության հնարավոր չէ խնդիրը լուծել։ Կապանում առաջին անգամ իրականացվել է նաև արգանդի հեռացում մինիմալ ինվազիվ վիրահատական միջամտությամբ։ Բաց վիրահատություն արվում է, երբ որ ուռուցքները շատ մեծ են, որովայնի խոռոչում տարածություն է պետք, որպեսզի կատարել լապարասկոպիկ վիրահատությունը, եւ որ գոյատությունը ինքը այնքան մեծ է, որ տարածությունը սահմանափակվում է, այդ դեպքում պետք է արվի բաց վիրահատություն։ Դա ճարահատյալ միջոց է, որը պետք է արվի։ 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող բժիշկն առաջին անգամ է մարզում բուժծառայություն իրականացնում։ Մայրաքաղաքից է եկել, նշում է այն վիրահատությունները, որոնք արդեն արվում են, փաստում են, որ բժշկական կենտրոնն ունի համապատասխան պայմաններ, սակայն կան որոշ թերություններ, որոնք անպայման կշտկվեն։ Այդ թերությունները շտկում եմ ես արդեն։ Օգնում եմ, որ բոլորը շտկեն թերությունները։ Սկսած պացիենտին դիմավորելուց եւ ճանապարհելուց, իր հետ վարվելուց, խոսելուց, ամբողջը։ Դա շատ կարեւոր է։ Հրավիրյալ մասնագետը եկել է այստեղ փորձառությունը կիրառելու եւ դրանով կիսվելու համար։ Առայժմ կարճաժամկետ, բայց հետագայում գուցե երկարատև բժշկական ծառայություններ կմատուցի։